Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցել եմ հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Քոչինյան հրավերն ընդունելու համար։ Հասկանանք նախ ինչպես է հնարավոր դարձել հայ գերիների վերադարձի փաստը։ Սա արդյոք նաև ձեր նախորդ անգամ այս տաղավարում խոսել ենք դրա մասին։ Այցի արդյունքն է, երկկողմ շփումների արդյունքն է եւ արդյոք հուսալ կարելի է, որ էլի որոշակի խումբ գերի կվերադարձվի։ Ես կարծում եմ, որ բոլոր հարթակներով, բոլոր հնարավոր միջոցներով հայկական կողմը փորձում է հասնել նրան, որպեսզի հայ ռազմագերիները վերադառնան հայրենիք, եւ այստեղ բնականաբար խոսքը բոլորի մասին է։ Այն որ կար process, սրա մասին տեղյակ ենք, սրա մասին գիտեինք, եւ այդ process-ը փառք եկավ հասավ որոշակի հանգրմանի եւ առնվազն մի խումբ մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան, հույս ունենանք, որ դա կշարունակվի եւ մնացած բոլորը ինչ որ պայք կվերադառնան Հայաստան։ Ես կարծում եմ մենք մեր համեստ ներդրում այս գործընթացում ունեցել ենք, որտեղ ինչպես ձեր տաղավարում էլ էին նշել, Բաքվայցի ընթացքում եւ դրանից առաջ մենք դիմել էինք Ադրբեջանի իշխանություններին եւ փորձել ենք ներկայացնել, թե ինչքան կարեւոր է դա Հայաստանի հասարակության համար։ Ցավալին իհարկե այն է, որ այդ որոշումը չի կայացվում Երևանում, որոշումը կայացվում է Բաքվում եւ ավելին անել հայկական իշխանությունները կամ Հայաստանի քաղաքասարակությունը, քան բարբերաբար այս հարցը բարձրացնել եւ փորձել առաջընթաց ապահովել հնարավոր չէ։ Բայց Բաքուն ներողություն ինչու է դա անում։ Արդյոք հատուկ ժամանակահատված է ընտրվում, արդյոք իրադարձությունների որոշակի շղթայի ինչ-որ օղակում է դա տալիս։ Նախ եկեք արձանագրենք, որ process-ը նոր չի սկսվել եւ նոր չի ինչ-որ հանգրվանի ասել, process-ը բավականին վաղուց կար եւ վաղ թե ուշ ինքն իր արդյունքները պետք է տար։ Բայց բուն այս պահի հետ կապված ես կարծում եմ մեդիա առիթը դա Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթն էր Հայաստանի ԱԳՆ-ի եւ ԱՄՆ պետքարտուղարի միջեւ, որը բավականին լուրջ քայլ առաջ էր TRIP-ի իմպլեմենտացիայի գործում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար այս պայմանությամբ այսպես բաց ներվի կարգավիճակ ունի հենց TRIP-ը, որտեղ Ադրբեջանում կան բավականին լուրջ մտահոգություններ, որ չափազանց երկար է տևում հայ-ամերիկյան բանակցությունները, որ հայկական կողմը ձգձգում է process-ը, որ ճանապարհը չի բացվելու եւ այլն եւ ինչքան քայլ առաջ լինի այդ հատվածում, ես կարծում եմ այնքան մենք առաջընթաց կունենանք թե կոմունիկացիաների ընդհանուր ապաշրջափակման գործընթացում, թե նաեւ այլ բանակցային հարթակներում։ Հիմա TRIP-ի հետ կապված այս վերջին հայտարարությունը Ադրբեջանում ոնց են ընդունել։ Ես առավոտյան կարդացի, որ իրենց մոտից ԱԳՆ-ից կար արձագանք, որ իրենք ողջունում են։ Իհարկե Հայաստանի պարտավորությունների կատարման համատեքստում էին սա ողջունում, բայց ողջունում էին։ Իսկ այդ բաց ներվը ձեր ասած փակվել է թե։ Դա ես կարծում եմ, որ փակվելու մասին առիթ կլինի խոսալ, երբ որ գոնե շինարարությունը սկսվի, բայց այն որ սա քայլ առաջ էր եւ բավականին շատ հարցերի իրենց պատասխաններն են գտնում այս փաստաթղթի միջոցով, դա նույնպես էական է եւ կարեւոր է։ Ես կարծում եմ նաեւ շատ կարեւոր է, որ ադրբեջանական կողմը իրեն այսպես ասենք արհամարված չզգա, այն որ բանակցությունները հայ-ամերիկյան են դա միանշանակ է եւ դա ստորագրված է կողմերի միջեւ, հա, բայց նաեւ մենք չենք կարող հույս ունենալ, որ աշանդրով որ մենք գիտենք թե որ երկրի մասին է խոսքը, որ որևէ կերպ Ադրբեջանը չկոմունիկացնելով մենք ունենալու ենք իրավիճակը, որ Ադրբեջանը կհամաձայնվի այդ ճանապարհից օգտվել։ Մանավանդ եթե դրանում հատուկ ընդգծում կա, որ Ադրբեջանը պիտի օգտվի այդ ճանապարհից։ Եվ տեսեք, ես նույնիսկ ուզում եմ այստեղ խոսքը ոչ թե Ադրբեջանի բանակցությունների մեջ ներգրավելու մասին է, այլ կոմունիկացնելու մասին է։ Ես կարծում եմ, որ մենք ունենք բավականաչափ բանակցային հարթակներ եւ երկրների ղեկավարներ եւ փոխվարչապետներ եւ ԱԽ-քարտուղար նախագահի օգնական եւ արտաքին գործերի նախարարություններ, հատուկ ծառայություններ, բազմաթիվ հարթակներով մենք ունենք հայ այդ հնարավորությունը որոշակի կոմունիկացիա ստեղծելու նաեւ այս թեմայի շուրջ։ Ընդհանրապես շատ կարեւոր է, որպեսզի կոնֆլիկտի կողմերը կարողանան վստահություն կառուցել միմյանց նկատմամբ։ Իսկ եթե կա հարց, որը որ բաց ներվ է, ինչպես ես նշեցի, հա, հատկապես այդ հարցի շուրջ է կարևոր կողմերի միջև փոխվստահություն կառուցելը։ Հիմա փաստացիորեն այս հայտարարությունը արձանագրում է եւ վերահաստատում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք այլևս գոյություն չունի կամ չի ունենալու հետագայում։ Մենք գիտենք, որ Ադրբեջանի համար սա անընդհատ խոսելու առիթ է, անընդհատ դրա մասին ասելու եւ նույնիսկ շատ դեպքերում մեզ վախեցնելու ուժի գործադրմամբ այդ միջանցքը ստանալու։ Եթե հիմա մենք ունենք այս հայտարարությունը, որում հստակորեն նշված է, որ Ադրբեջանը պիտի կապ ունենա Նախիջևանի հետ, այս պարագայում կլինի անխոչնդոտ թե ինչ ընթացակարգ առաջիկայում պարզ կլինի, ամեն դեպքում կա հստակ ընդգծում դրա վերաբերյալ։ Եվ եթե ձեր ասածով Ադրբեջանը օգտվի այս հնարավորությունից, ստացվում է, որ Ադրբեջանը հրաժարվելու է իր այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստանալու ցանկությունից։ Ես կարծում եմ ռետորիկայի առումով դրա մասին շատ վաղ է խոսել, Ադրբեջանը շարունակել է օգտագործել ճակերտավոր Զանգեզուրի միջանցք տերմինը,
բայց ինչն է շատ ավելի կարևոր, թե ինչա ստորագրվել, ինչ փաստաթղթերն ստորագրվել։ Մինչև այս պահը գոյություն ունի մենակ մեկ փաստաթուղթ եւ այդ փաստաթղթի տեխնիկական շարունակություն դա TRIP-ն է։ Ադրբեջանը ստորագրել է TRIP-ի տակ եւ համաձայնվել է, որ այդ պրոյեկտը կոչվում է TRIP եւ այդ պրոյեկտի բովանդակությունը TRIP-ն է։ Որը չի ենթադրում միջանցք, այսինքն ստացվում է, եթե ինքը ստորագրում է դրա տակ, համաձայնում է, որ դա միջանցք չի լինելու, եթե ինքը ստանա։ Այո։ Եվ Բահարետրաբանությունը ինչի կպահի։ Առաջի երթի ներքին աուդիտորիայի համար, որտեղ իրենք դրա մասին արդեն իսկ խոսել են եւ բավականին բարդ էր դրանից հետ կանգնել, եւ երկրորդը նաեւ մեծ վրա ճնշման հավելյալ գործիք ունենալու համար, որովհետեւ իրանք շատ լավ տեսնում են Հայաստանում ինչ նյարդայնվածություն եւ ինչ էմոցիա է առաջացնում այդ տերմինի օգտագործումը։ Ընդհանրապես ադրբեջանական կողմը, ինչպես եւ ցանկացած հակառակորդ, մշտապես փորձում է, այսպես գիտեք, շոշափել եւ հասկանալ ամենացավեցնող, ամենամտահոգող հարցերի շրջանակը եւ փորձել դրանք լավագույնս օգտագործել թե բանակցությունների մեջ, թե ուրեմն հրապարակային դաշտում։ Նաև դա է պատճառը, որ պարբերաբար խոսում են օրինակ անկլավների թեմայից, որովհետև մի պահ Հայաստանում գիտեք, որ թեյնիկը միացնում էր, խոսում էր անկլավների առաջնակարգ ռազմավարական նշանակությունից, իրանք էլ դա հասկացել են, սկսել օգտագործել բանակցությունների մեջ։ Մինչդեռ իմ կարծիքով իրենց Հայաստանում ենթադրյալ ունեցած անկլավները ավելի կարևոր չեն Հայաստանի համար, քան մեր ունեցած անկլավը Ադրբեջանի տարածքում։ Դարձյալ խնդիրը նրա մասին է, թե ինչքան ես դուք ես ցույց տալիս, նույնիսկ ոչ թե այս, այլ ցույց տալիս խոցելի ինչ-ինչ հարցերի վերաբերյալ եւ հակառակումը միանգամից բնականաբար սկսում է այդ հարցերը օգտագործել։ Բայց անցնելով բովանդակությանը փաստաթղթի, որը որս կարծում եմ ամենակարևոր հարցն է այս պայմանությամբ։ Անցնող ամիսների ընթացքում ամենաշահարկված թեման դարձել էր մաքսային եւ անձնագրային անցման հարցը, թե ինչպիսին է լինելու այդ անցումը։ Եվ շատերը ասելով իրանցից առաջ ընկնելով այդ հարցին պատասխանելով ասելով որ քանի որ այնտեղ լինելու են ամերիկացիները, դա ուրեմն միջանցք է։ Հիմա այս փաստաթուղթը ինչ է գալիս ապացուցելու, որ կա մաքսային անձնագրային վերահսկողություն, կա սահման, դա հստակ եւ դա արդեն իսկ նշանակում է որ չկա ոչ մի արտատարածքային միջանցք։ Երկրորդ, օգտագործվել է տեխնիկական միջոց, այդ front-end, back-end office հասկացությունը, այսինքն դիմային office եւ հետնային office հասկացությունը, որտեղ դիմային office-ը ընդհանրապես միջնորդի դեր է կատարում։ Դա նույնպես փաստաթղթում շատ հստակ նշված է։ Որ որոշում չեն կայացնում։ Իրանք որոշում կայացնող չեն։ Իրանք ըստ էության շատ པարզ խոսենք, հա, փաստաթղթերը վերցնելու են ադրբեջանական կողմից, թեքվելու են, դա տալու են հայկական կողմին, հայկական կողմը աշխատելու է փաստաթղթերի հետ, որոշումը կայացնելու է, տրամադրում ենք անցում թե չենք տրամադրում։ Իրանք վերցնելու են այդ փաստաթղթերը, տան ադրբեջանական կողմին։ Իրանք փաստաթուղթը ստեղից վերցնող, ստեղ տվողն է լինելու։ Հիմա դա կլինի էլեկտրոնային ձևով, թե ֆիզիկապես, դա էական չի, ես մեթոդն է փորձեցի նկարագրել։ Եվ նաև շատ կարևոր է, որ արձանագրված է անգամ սևով սպիտակի վրա, նույնիսկ ես կարծում դա ավելորդություն է, որովհետև դա ինքնին պարզ է, բայց անգամ դա է արձանագրված, որ Հայաստանի պատկան մարմինների ներկայացուցիչները ֆիզիկապես լինելու են այդ անցակետում։ Նշված է, որ ճանապարհի ամբողջ երկայնքը ամբողջությամբ գտնվում է Հայաստանի ինքնիշխանության իրավազորության ներքո։ Նշված է, որ օրինակ էքստրեմալ իրավիճակներում Հայաստանի պատկան մարմիններն են զբաղվում այդ ճանապարհով։ Նշված է, որ անվտանգության անգամ հավելյալ գործիքների կիրառման դեպքում կազմակերպություն որևէ ներգրավելու դա նույնպես ամբողջությամբ գտնվում է Հայաստանի օրենսդրության եւ իրավազորության ու ինքնիշխանության ներքո։ Դապես 15 թե 16 անգամ ինքնիշխանություն բառն է գրված փաստաթղթի մեջ, 14 անգամ է իրավազորություն։ Իմիջիալից դրա հետ կապված էլի քննարկում կար, ասում էին փորձագիտական կարծիք է իմիջիալից, որ ինչքան շատ է դրա մասին խոսվում, այսինքն քանի անգամ, տասնյակ անգամ ասվել է ինքնիշխանության իրավազորության մասին, դա նշանակում է, որ ինչ-որ թաքնված բաներ կան։ Մեզ փորձում են այսպես արտակուստ ներկայացնել, որ փաստաթուղթ ինքնիշխանության իրավազորության հետ կապված խնդիր չի առաջացնելու, բայց հակառակը դա կարող է ինչ-ինչ խնդիրների առաջացման որի կարծիքը որպես փորձագիտական կարծիք, որտեղ ես 100%-ով վստահ եմ, որ եթե դա մի անգամ գրված է, այդ նույն փորձագետը ասել էր, բախե մի անգամ գրած։ Հարցը հետևյալն է, հայկական կողմի մոտ կային մտավախություններ, կար որոշակի դառը փորձ անցնող տարիների ընթացքում կապված հենց այդ տերմինների եւ այդ տերմինների նշանակությունը շրջանցելու ադրբեջանական փորձի հետ։ Դա իր արդյունքը տվել է նրան, որ հայկական կողմը, այսպես գիտեք, հիպեր աճ ուրեմն տված ձևով փորձում է ամեն հնարավոր տեղ բոլոր հնարավոր այսպես պատուհաններն ու անցուղիները փակելով նշել ուրեմն ինքնիշխանության եւ իրավազորության ներքո լինելու անհրաժեշտությունը, այսինքն մեր ոնց որ ասած մեր տառապանքը փորձ ունի եւ սա ռեֆլեքսիան ա եղել այդ տառապանքին։ Հիմա դա բռնել ասել, որ այ եթե դուք 15 անգամ խոսում եք ինքնիշխանություն չկա, ինչ որ չգիտեմ, մանկապատանեկական խմբակի մակարդակի խոսույթ է, ոչ թե փորձագիտական կարծիք։ Պարոն Քոչարյան, տեսեք, եթե մենք ասում ենք, որ այդ front office-ը որոշում չկայացնողն է, այսինքն իրենք նայում են փաստաթղթերը, ստուգում են եւ փոխանցում են արդեն back office-ին, որպեսզի մեր մարմինները դրանով զբաղվեն։ Այդ դեպքում այդ արանքի օֆիսի անհրաժեշտությունը ո՞րն է, եթե իրենք որոշող չեն, որովհետեւ այստեղ կարող է
ենթադրաբար կասկած լինել, որ միգուցե փաստաթղթով իրենք ոչինչ չեն որոշում, բայց գործնականում հողի վրա ինչ որ ազդեցություն կարող են ունենալ որոշումների կայացման վրա։ Գիտեք, այդ առումով կասկած կարող լինի ցանկացած բանի վրա, եթե մենք սկսում ենք ասել այդ թղթով գրածա իրականում ինչ է ելնելու, ցանկացած կետի վրա կարելի է իհարկե այդ կասկած ունենալ, բայց իրականությունը հետեւյալն է։ Մինչև Վաշինգտոնի դեկլարացիան եղել է Աբու Դաբիում հանդիպում, եւ ըստ էության այն ինչ որ դուք առաջարկում եք, իմ պատկերացմամբ քննարկվել է Աբու Դաբիում եւ ինչ որ կոնկրետ եզրահանգման չի ստացվել, չի հաջողվել գալ։ Հիմա ես չգիտեմ, դա Ադրբեջանի մտավախությունն է, որ իրենց քաղաքացիները պատրաստ չեն հանդիպել հայ սահմանապահների, դա ինչ որ ուրիշ բան է, բայց համենայնպես փաստը մնում է փաստ, որ նման ճանապարհով գնալ չի հաջողվել։ Եվ Աբու Դաբիից հետո տեղի ունեցավ Վաշինգտոնը նաև այն պատճառով, որ երկկողմ ձևաչափով այդ խնդիրը չստացվեց լուծվել, չհաջողվեց լուծել։ Միացյալ Նահանգները դարձավ այն բրոկերը, այն միջնորդը, որը որ դարձավ ընդունելի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար եւ իրենց առաջարկությունը իմպլեմենտացվեց։ Հիմա սա շատ կարևոր նրբություն է, ես կարծում եմ, որ այդ front office հասկացությունն է ժամանակավոր երևույթ է։ Ես չեմ կարծում, որ հավերժորեն այնտեղ այդ front office-ը լինելու է։ Ես կարծում եմ, որ չգիտեմ 5, 10, 15 տարի Եթե կողմերի միջև վերջնական խնդիրները լուծվում են, որոշակի փոխվստահություն ձևավորվի, մարդիկ նորից սովորեն իրար հետ հարաբերվել, իրար հետ խոսել, այդ front office-ի կարիքը վերանալու է, սա շատ կարևոր է։ Իդեպ ուշադրություն դարձրեք, որ այդ տոկոսային բաշխվածությունը, որը որ դարձել է ամենակննարկվող թեման, ու դրա մասին հեսա կխոսենք, բայց այնտեղ կա ժամանակային դրույթ։ Այո, առաջին 49 տարում։ Գեցեք, այսինքն բոլոր այն հավելյալ գործիքները, որոնք որ կիրառվում են հաշվի առնելով կողմերի միջև արկա այս անվստահության, ատելության իրավիճակը, դրանք բոլորը ժամանակավոր գործիքներ են։ Բայց վերադառնալով այդ հարցին, այդ տոկոսային բաշխվածություն հարցին, այնտեղ իրականում կա սկզբունքորեն շատ ավելի կարևոր մի դրույթ, որը բոլոր հարցերի պատասխանները իրականում տալիս է։ Դա այն է, որ կողմերը ունեն պայմանավորվածություն, որ թե իրենց մասնաբաժինների փոխանցումը, թե այլ խաղացողների պայմանավորվածության մեջ մուտք գործելը, թե այլ սկզբունքային հարցերը որոշվելու են կոնսենսուսով, այսինքն երկուսով։ Սա արդեն իսկ նշանակում է, որ այդ տոկոսային բաշխվածությունը պրինցիպիալ հարցերի որոշման ճանապարհին էական նշանակություն չունի։ Իսկ ինչու է այդպեսին այդ տոկոսային բաշխվածությունը։ Նախ կա շատ հստակ տեխնիկական, ֆինանսական պատճառ։ Միացյալ Նահանգներն են հիմնական ներդրում անողը։ Մենք արդեն իսկ տեսել ենք համարյա 150 միլիոն դոլարի չափ ներդրում, եւ իմ ընկալմամբ մենք տեսնում ենք մինչեւ 400 միլիոնից կես միլիարդ գումարի չափով դոլար գումարի չափով ներդրում այս պրոյեկտի մեջ Միացյալ Նահանգներից։ Սա առաջին պատճառը։ Եվ երկրորդ պատճառը, ինչպես ես նշեցի, հնարավոր չեղավ հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների ճանապարհով հասնել կոմպրոմիսի այս պրոյեկտի վերաբերյալ։ Եվ Միացյալ Նահանգները մուտք գործելով բնականաբար պետքա որոշակի կարգավիճակ ունենան, որպեսզի կարողանան այդ կոմպրոմիսի բերող կողմի բան ունենալ, կարգավիճակը եւ դերակատարություն ունենալ։ Սխալ կլինի պնդել, թե սա ամերիկյան պրոյեկտ է կամ սա ամերիկյան վերահսկողությամբ պրոյեկտ է։ Սա ամերիկյան մասնակցությամբ պրոյեկտ է։ Դրանք շատ տարբեր բաներ են, որովհետեւ նույնիսկ ինքը ամբողջությամբ գտնվում է Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։ Իմ ընկալմամբ այդ Trip Company-ն, Trip ընկերությունը, որի մասին այդքան խոսվել է, ինքը ստեղծվելու եւ գրանցվելու է Հայաստանում, ինչը արդեն իսկ, գիտեք, բոլորովին ուրիշ օրենսդրական, այսպես շրջանակների մեջ այս ամեն ինչը դնում։ Եվ այո, այստեղ կա ավելի մեծ ամերիկյան, ուրեմն, տոկոսային փաթեթ, կառավարման եւ շահույթի, դա այն իրողությունն է, որը որ կա։ Իմիջիայլոց կառավարման մասով էլի բաժնետոմսերի շատ ու քիչ լինելու առումով Միացյալ Նահանգների կառավարումը ըստ իր բաժնետոմսերի է լինելու, այսինքն վերջնական խոսքը իրենն է լինելու, թե նաև թե դուք ասացիք, որ առանցքային հարցերի շուրջ երկուստեք պիտի համաձայնություն տան, նույն այդ բաժնետոմսերի վաճառելու կամ ինչ-որ մեկին ներգրավելու, բայց գուցե լինեն ընթացքում ինչ-ինչ հարցեր, որ այստեղ էլ էական նշանակություն ունեցող հարցեր դուրս գան։ Երկու ձև, որոշումների կայացման։ Մեկը դա այն հիմնադրութային պայմանավորվածություններն են, երբ որ ինչ-որ պրոյեկտ ենք մենք իրաց ստեղծել եւ մենք ի սկզբանե պայմանավորվել ենք, թե որ հարցերը ոնց են լուծվում։ Հիմա եթե մենք պայմանավորվում ենք, որ սկզբունքային նշանակության բոլոր հարցերը լուծվում են մեր երկուսի համաձայնությամբ, դա կապ չունի այլևս տոկոսային հարաբերակցության հետ, դա առաջինը։ Երկրորդը, ոչ սկզբունքային նշանակության հարցերը, այո, լուծվում են տոկոսային մասնաբաժնի հարաբերակցությամբ եւ այո, այս պայմանությամբ Միացյալ Նահանգները ունի ավելի մեծ ձայնի իրավունք, քան ունի Հայաստանը։ Սա ասելով հանդերձ, նույնիսկ եմ ուզում հիշեցնել, որ եթե ընկերությունը գրանցվում է Հայաստանում, եթե ուրեմն ընկերությունը ճանաչում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը իր գործունեության ամբողջ երկայնքով,
դա արդեն իսկ նշանակում է, որ ինքը չի կարող կայացնի որոշումներ, որոնք օրինակ հիմա դուրս են Հայաստանի օրենսդրությունից, Հայաստանի ինքնիշխանությունից եւ Հայաստանի շահերից։ Հայաստանի տարածքով ադրբեջանցիների անցումը անխոչնդոտ պետք է տեղի ունենա։ Հստակ է այդ անխոչնդոտ ասվածը որն է եւ ինչ պայմաններով է դա լինելու։ Հաստատակը դա հստակեցնում է ասվածը, որը չէ։ Ասացեք, որը չէ։ Այն չէ, ինչի մասին որ օրինակ համար խոսում էին Ադրբեջանում տարիներ շարունակ, որովհետեւ հստակ է, որ կա սահման, հստակ է, որ այդ սահմանը գտնվում է Հայաստանի պատկան մարմինների որոշում կայացնելու եւ իրավազորության ներքո, հստակ է, որ ճանապարհը ամբողջությամբ գտնվում է Հայաստանի գործադիր օրենսդիր դատական իշխանության իրավազորության ներքո։ Այսինքն, երբ որ այս շատ կոնկրետ սահմանափակումները դնում ենք, տակը ինչ է մնում։ Տակը մնում է օրինակ համար այն, որ օրենսդրությամբ եւ պայմանագրերով նախատեսված սահմանափակումներից այլ խոչընդոտներ Հայաստանը չպետք է դնի։ Այսինքն ինչ է սա նշանակում, չգիտեմ, սահմանին վաղը գալիս է, չգիտեմ, Մուրադ Ալիևը, ասում է ես Մուրադ Ալիևն եմ։ Իմ անձնագիրը վերել եմ, ընդունում եմ Հայաստանի ինքնիշխանություն իրավազորությունը, պատրաստ եմ վճարել այդ տարանցման գինը, այս էլ իմ բեռնա, չգիտեմ, 2 տոննա խաղող եմ տանում։ Կարա ձեր սկաներով էլ անցնի։ Հիմա այսքան բան երբ որ ինքը ասում է, մենք այլևս իրան չենք կարող ասենք, չէ, գիտես ինչ, քո անուն ազգանունը մեզ դուր չի գալիս կամ մաշկիդ վերևը ունք կա, մենք քեզ անցում չենք տրամադրում։ Այս սրանա վերաբերվում ըստ էության անխոչընդոտը, որ այն իրավական բազայից եւ շրջանակներից դուրս, որ մենք պայմանավորվել ենք, խոչընդոտներ չպետք է ստեղծվեն։ Սա մեկ։ Երկրորդը հնարավորինս պարզեցված տեխնիկական եւ ուրեմն օրենսդրական բազայի ձևավորում։ Գիտեք, տարբեր այսպես գաղափարներ եմ ես լսել, թե ինչպես է հնարավոր օրինակ համար գնացքի անցումը կազմակերպել, ընդհանուր մինչև որ շարժակազմը նույնիսկ կարիք չունենալու կանգնելու, որովհետև սահմանի վրա դրված է լելու հատուկ սկաներ, այդ կամարաձև սկաներ, որը ընթացքում անգամ կարողանալու է բեռնախցիկները սկանավորել, հա, եւ համատել դա նախապես հայկական կողմին ուղարկված էլեկտրոնային դեկլարացիայի հետ բեռի։ Այսինքն տեխնիկապես շատ հարցեր հնարավոր է լուծել։ Ստեղ ամենակարևորն է, որ սկզբունքներն ենք մենք պայմանավորվում, այդ սկզբունքները մեր կարմիր գծերը չեն հատում եւ դրա դիմաց ինչ է ստանում Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այս փաստաթղթով, ինչպես եւ մայր փաստաթղթով, հստակ նշված է, թե մենք ինչ ենք ակնկալում։ Մենք ակնկալում ենք փոխադարձ ներպետական եւ միջպետական փոխադրման առավելություններ։ Բայց ստանում ենք։ Եթե չստանանք, սա չի իրականացվում։ Ամեն ինչ շատ պարզ է, եթե Հայաստանը չի ստանում։ Ինչու փաստաթղթում հստակ նշված չէ, որ նաև Հայաստանի դեպքում այդ պայմանը գործելու այդ փոխադարձության սկզբունքը նույն Ադրբեջանի տարածքով։ Հստակ նշված է, որ Ադրբեջանի կտորով գրված է, այն դեպքում գրված է ակնկալում ենք, որ դա կարող է տեղի ունենալ։ Տեխնիկականը մա գրած, որ ակնկալում ենք, մայր փաստաթղթում նշված է, որ Հայաստանը պետք է ստանա փոխադարձ առավելություններ ներպետական եւ միջպետական փոխադրումների մեջ, որոնք են դրանք, եկեք այդ մի հատ ձեր հետ ֆիքսենք։ Դա առաջինը Նախիջևանով Հայաստանի անցումն է դեպի իրանական սահման երկաթգծով եւ դեպի Հայաստանի հարավ, դա Իջևանից Ղազախ ճանապարհի վերականգնումն է եւ Հայաստանի անցումն է Ադրբեջանի մայր տարածքով, երկաթգծային կապն է դեպի Կասպից ծովի ավազան դեպի Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիա եւ հայ-թուրքական սահմանի բացումն է Հայաստանի մուտքն է Թուրքիայի տարածք եւ այնտեղից էլ օրինակ համար Եվրոպական միություն կամ Միջերկրածովյան նավահանգիստն է։ Սրանք են այն անցումները, որոնք որ Հայաստանը ակնկալում է ստանալ ի պատասխան։ Հիմա եթե մենք ամեն ինչ պայմանավորվում ենք, շինարարությունը սկսում ենք եւ տեսնում ենք, որ մենք, որ մնացած իրանք իրենց մասը չեն սկսում շինարարությունը, կամ մենք շինարարությունը ավարտում ենք եւ տեսնում ենք, որ մենք չենք ստանում այն ինչ որ մենք պետք է ստանանք, բնականաբար թրիփը չի աշխատում։ Դա ինքն ակնհայտ է, որ դրա մասին խոսալ անգամ Պարոն Ղոջյան, այսինքն հայկական կողմը եւս ներդրում է ունենում այս նախագծի իրականացման մեջ։ Ես չունեմ հստակ առնվազն հրապարակային հայտարարություններ չկային մասին, թե հայկական կողմը ներդրում ունենա, թե ներդրումները բոլորը բերվում են Միացյալ Նահանգների կամ այլ երրորդ օրինակ համար կողմերի կողմից, բայց այն որ Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ ի վիճակի է որոշում կայացնել եւ կասեցնել թրիփի իրագործումը, դա նույնպես հստակ երևում է փաստաթղթից։ Եթե Հայաստանը չի ստանում իր փոխադարձ առավելությունները, միջանցք դերողություն։ Եթե Հայաստանը չի ստանում իր փոխադարձ առավելությունները, ապա այս նախագիծը թրիփը իրականություն չի դառնում։ Երրորդ մասնավոր օպերատորների մասին էլ հարց կար։ Ոնց են ընտրվելու, ովքեր են լինելու այս մասով հստակեցումներ կան։ Մասնավոր օպերատորները եկեք հասկանանք նախ ինչա։ Մի օրինակի համար օպերատորը դա շինարարության կապալառուն է։ Մեկ այլ օպերատոր կարա լինի
ուրեմն ենթակառուցվածքը կառավարողը, որովհետև ինքը բարբերաբար ենթադրում է օրինակ վերանորոգումներ, մաքրում, չգիտեմ, maintenance, շահագործում եւ այլն։ Երրորդ օպերատորը դա օրինակի համար անվտանգության ապահովումն է։ Շատ ու շատ ենթակառուցվածքներ աշխարհում ունեն մասնավոր անվտանգության աշխատակիցներ, security, անվտանգություն կապալառուն է։ Այսպես կարող են լինել տարբեր օպերատորներ։ Հիմա այս օպերատորները ինչպես են ընտրվելու, եթե հայկական կողմի համար սկզբունքային նշանակության հարց դա լինի, մենք վերադառնում ենք մեր նախնական պայմանավորվածությունը, որ հիմնարար հարցերը որոշվում են այսպես, ըստ էության երկրորդ ճանապարհն կա, եթե օրինակի համար մենք որոշում ենք, որ, չգիտեմ, X օպերատորի X ոլորտում օպերատորի գործունեությունը Հայաստանում ազգային անվտանգության սպառնալիք է օրինակ, մենք կարող ենք դրա վերաբերյալ օրենսդրական փոփոխություն անենք, օրենսդրություն ընդունենք այդ թեմայով, իսկ Հայաստանի օրենսդրությունը պարտադիր է լինելու TRIP-ի իրագործման համար։ Եվ վերջապես երրորդ ճանապարհը, եթե դա ստանդարտ ինչ-որ պրոցեդուրալ հարց է, ապա այնտեղ որոշումները կայացվեն այն տոկոսային համամասնությամբ, որը որ կա առաջին 49 տարվա ընթացքում։ Մեկ այլ հարց հետևյալի հետ կապված։ Սա ապաշրջափակման նախագիծ է։ Մենք կարող ենք այդպիսի բնութագրում տալ, թե ոչ։ Սա միանշանակ ապաշրջափակման գործընթացի մի մասն է։ Սա ապաշրջափակման գործընթացի process-ի մեջ մեր քայլն է, որին ի պատասխան պետք է լինեն քայլեր։ Որովհետև հայ-ադրբեջանական սահմանը բաց չէ, հայ-թուրքական սահմանը բաց չէ, խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ։ Թիփել դեռևս նույնիսկ չի կառուցվել։ Ասել, որ սա ապաշրջափակում է։ Դրա համար չասեցի, որ սա ապաշրջափակում է։ Սա ապաշրջափակման գործընթացի մեջ մեր քայլն է։ Ընդ որում քայլն է, որի շրջանակներում մենք նույնիսկ շինարարություն դեռ չենք սկսել։ Նույնիսկ պայմանավորվածությունները դեռ չենք ավարտել։ Քայլ ենք արել պայմանավորվածությունները ավարտելու ուղղությամբ։ Հələ քարը քարի վրա չենք դրել։ Դա հնարավոր է առանց Ռուսաստանի մասնակցության։ Իրագործվում է առանց Ռուսաստանի մասնակցության։ Հետևանքներ դա չի ունենա։ Կունենա։ Եվ իսկ եթե Ռուսաստանը մասնակցի, դա հետևանքներ չի ունենա։ Երկու պարագայում էլ բերեք հետևանքները։ Ռուսաստանի մասնակցության հետևանքները մենք տեսանք 2020 թվականից սկսած, երբ որ Ռուսաստանը ուներ հնարավորություն տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման զբաղվելու, բայց դրա փոխարեն զբաղված էր Հայաստանի տարածքում ուրեմն արտատարածքային միջանցք կառուցելու գործով, դա էր հետևանքը։ Եվ երկրորդը, գիտեք, Ռուսաստանի ուրեմն բազային հետաքրքրությունները մեր տարածաշրջանում ցավալիորեն երկրաչափորեն հակառակ են Հայաստանի բազային հետաքրքրություններին, առնվազն այս պատմական փուլում։ Որովհետև մեր հետաքրքրությունը կայանում են անում, որ հայ-ադրբեջանական հայ-թուրքական կարգավորում տեղի ունենա։ Իրենց բազային հետաքրքրությունը կայանում է բոլորովին հակառակում, որպեսզի կոնֆլիկտը կամ շարունակվի, կամ սառեցվի, բայց ոչ մի պարագայում չլուծվի։ Որովհետև դա Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականության խարիսխն է, որ կա հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, կա հայ-թուրքական կոնֆլիկտ եւ հայերին պետքա փրկել։ Որ պահին հայերին այլևս պետք չի փրկել, Ռուսաստանը կորցնում է այս տարածաշրջանում իր ազդեցության խարիսխը, հասկանում եք։ Եվ երկրորդը, եթե մենք այսպես աշխարհատնտեսական գործընթացներին նայենք, ապա ինչ է TRIP-ը, դա հավելյալ մի կամուրջ է կամ հավելյալ մի հաղորդուղի է արևելք, արևմուտք, ցամաքային հաղորդակցությունների տրամաբանության մեջ։ Մինչև բոլորովին վերջերս հիմնական ցամաքային ուրեմն շրջանառության միջոցը եղել է Ռուսաստանը կամ ճանապարհը եղել է Ռուսաստանը։ Եվ ուրեմն TRIP-ը ինչ որ չափով գալիս է ուղի դառնալու, որը որ մասնակիորեն փոխարինում է Ռուսաստանին։ Եվ ում Ռուսաստանը հետաքրքրված չէ արևելք արևմուտք հաղորդակցության մեջ։ Ես ուզում եմ հիշեցնեմ, որ Ռուսաստանի համար այդ ճանապարհը հետաքրքիր է մի նպատակով՝ հյուսիս-հարավ տրամաբանության։ Բայց այս դեպքում կարող են հատվել այդ ճանապարհները։ Դե դրա համար Հայաստանը ինչ առաջարկել Ռուսաստանին, առաջարկել է վերականգնել Ղազախ-Իջևան հատվածը եւ Երասխ Սարդարակ հատվածը, որը որ կգա կծառայի հյուսիս-հարավ ճանապարհի համար։ Ռուսները ուզում են ելք ունենան դեպի իրանական երկաթգիծ։ Մենք պատրաստ ենք այդ երկաթգիծի մուտքը իրենց ապահովել։ Պետք է ընդհանրապես մի քանի կիլոմետր ճանապարհ վերակառուցել։ Դա շատ ավելի էժան պրոյեկտ է, շատ ավելի մեծ տնտեսական հնարավորություններ ունեցող պրոյեկտ է, քան TRIP-ը։ Պատրաստ է Ռուսաստանը սա անել։ Շատ լավ, պատրաստ չի, մենք դա կանենք։ Ուղղակի պայմանագրի համաձայն ուղղակի կոնցեսիայի պայմանագրի համաձայն, եթե մենք ենք դա անում, դա այլևս չի մտնում կոնցեսիայի մեջ։ Դա այլևս վերադառնում է Հայաստանի իշխանության մեջ։ Լավ, երկարաժամկետ առումով, որովհետև այս ծրագիրը TRIP-ի բավականին երկարաժամկետ է, մինչև 99 տարի։ Եթե Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունը այս տարածաշրջանում մի քանի տարի կամ տասնամյակ հետո դադարի կամ վերափոխվի, ո՞նց է լինում։ Վաճառում են մեզ իրանց փաստաբաժինը, իրանք դուրս են գալի, ամբողջությամբ պրոյեկտը մնում է մեզ։ Ո՞նց է լինում։ Տարածաշրջանում ազդեցության գոտին ում ձեռքում է մնում։
Նախ պետք չի գերագնահատել այս պրոյեկտում Միացյալ Նահանգների դերակատարությունը եւ դա անմիջապես վերացել տարածաշրջանում իրանց դերակատարության, որտեղ այո, դա որոշակի գործիք է։ Կան կարծիքներ, ասում են Միացյալ Նահանգների ներգրավվածությունը, այս պայդրությամբ հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանում ավելացել է եւ դա իրականացվում է տնտեսական մեթոդներով, տնտեսական գործիքներով։ Այո, այդ ամեն ինչը չափումների խնդիր կա ուղղակի։ Չի կարելի ասել, որ ամբողջ ԱՄՆ ներկայությունը մեր տարածաշրջանում կենտրոնացված է մեկ պրոյեկտի մեջ, կամ որ մեկ պրոյեկտը արդեն իսկ նշանակում է ԱՄՆ կենտրոնացվածություն մեր տարածաշրջանում։ Ես սա եմ ասում։ Հիմա, եթե Միացյալ Նահանգները որոշում են, որ այս պրոյեկտը իրենց այլևս հետաքրքիր չէ, իսկ համենագրի համաձայն իրանք կարող են իրենց մասնաբաժինը վաճառել միայն մեր համաձայնությամբ, մեր համաձայնությունը վերաբերում է, որ մեզ վաճառեք այդ մասնաբաժինը, մենք կդառնանք պրոյեկտի 100%-ով սեփականատերը։ Այդ մի ուրեմն սցենար, մի կտորը կամ երկրորդ կտորը ինչա դառնում տարածաշրջանի հետ։ Գիտեք, սա ինչ-որ չափով դառնում արդեն Կիկոսի մահը։ Հələ նոր ենք ոնց որ գալիս են սցենարին, որ Միացյալ Նահանգների տարածաշրջանում որոշակի դերակատարություն։ Հիմա էլ ասում ենք, բա որ այդ վաղը ամերիկացիները որոշում են, որ իրանք այս տարածաշրջանից դուրս են գալիս։ Այլ սցենարի բան կա, ասում են Թուրքիայի ազդեցությունը։ Այդ Թուրքիայի ազդեցության մասին խոսակցությունները կային հələ մինչև ամերիկացիների մեր այդ փաստաթուղթ ստորագրելը, որտեղ հիշում են, որ խելացի դեմքով մարդիկ ասում էին, թե այդ հո ամերիկացիները չեն գալիս, այդ ամերիկացիները Թուրքիային են բերում։ Բայց դուք տեսաք, որ ամերիկացիներն են եկել։ Մենք այս պայմանագիրը չենք ստորագրել Թուրքիայի հետ, մենք այս պայմանագիրը ստորագրել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Միացյալ Նահանգներում չեն որոշել այս տարածաշրջանը պատվիրակել Թուրքիային որպես իրենց դաշնակից։ Միացյալ Նահանգները որոշել են այս տարածաշրջանով զբաղվել իրենք։ Հիմա հարցը այն է, բավոր վաղը որոշեն Թուրքիային։ Բավոր Ռուսաստանը վաղը որոշի Թուրքիային արտապատվիրակել այս տարածաշրջանը, կամ չգիտեմ, ԻԳԻԼ-ին որոշեն պատվիրակել այս տարածաշրջանը։ Դա ինչ մոտեցում է կամ դա ինչ կոնստրուկտ կառուցելու մեթոդ է։ Նույնիսկ ասում, դա Կիկոսի մահն է։ Եվ վերջում Իրանի մասով նախորդ օրը Հայաստանում Իրանի դեսպանը բավականին սուր հայտարարություններ է արել եւ նաեւ իրենց մոտ որոշ պաշտոնյաներ խոսում են արդեն թրիփի մասին բացասական շեշտադրման այն ուղղությամբ, որ կարող է սա հակասել իրենց շահերին, իսկ Իրանը գիտեք որքան զգայուն է տարածաշրջանային փոփոխությունների առումով։ Իրանը զգայուն է ոչ միայն տարածաշրջանային փոփոխություններ, նաեւ շատ առումներով։ Եվ Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի դիրքորոշումը, շատ կարևոր է Իրանի հետ գործընկերային բարձր մակարդակի հարաբերությունների պահպանությունը, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը իր կենսական նշանակության շահերից կամ իր հետաքրքրությունից կամ իր նախաձեռնած պրոյեկտներից հրաժարվել է, որտեղ մեր հարևաններից որևէ մեկը ունի դրա հետ կապված մտավախություններ։ Մենք պատրաստ ենք այդ մտավախությունների հետ աշխատել։ Ես կարծում եմ Հայաստանը իր 30-ամյա անկախության ուրեմն պատմության մեջ երբևիցե առիթ չի տվել Իրանին կասկածելու, որ իր տարածքից, Հայաստանի տարածքից Իրանի դեմ որևէ գործողություն կամ որևէ սպառնալիք կարա լինի 30 տարի շարունակ, անկախ թե ինչ ադմինիստրացիա եղել Հայաստանում, Հայաստանը երբևիցե նման առիթ չի տվել, եւ եթե այսօր Իրանում ունեն կասկածներ, իրենք կարող են այդ խորհրդապահական խողովակները կան, կարող են այդ մասին իրենց ուրեմն մտահոգություններով կիսվել եւ ստանալ դրանց հանգուցալուծումները։ Իսկ ինչ վերաբերում է դեսպանատան հետ կապված, ես ինչքան հասկանում եմ, դա խնդիրը ակնկալում որ դեսպանը նոր է, մի փոքր հələ չի պատկերացնում ուրեմն երկրում գոյություն ունեցող բարքերն ու նորմերը, որ այս երկրում հնարավոր է ցույցեր կազմակերպել եւ այդ ցույցերի համար ուրեմն չպատժվել, եթե օրենազանցություն տեղի չունենում։ Հայաստանի Հանրապետությունում ցույցերը նորմա են։ Եվ միայն Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առաջ չէ կամ դիմաց չէ, որ ցույցերը կազմակերպել։ Իմ հարցը վերաբերում է հենց թրիփի վերաբերյալ Իրանից եկող ազդակներին։ Ի սկզբանե թրիփի վերաբերյալ տարակարծություն կարծես չկար Իրանում։ Կար տարածաշրջանում որոշակի առումով։ Հիմա մի քիչ ավելի շատ է սրվել։ Ոչ միայն դեսպանի մակարդակով, այլ պաշտոնյաներ տարբեր հայտարարություններ արել են վերջին հայ-ամերիկյան հայտարարությունից հետո։ Եթե դուք հիշում եք, ի սկզբանե Գերագույն առաջնորդի խորհրդականը կտրականապես դեմ էր խոսացել, այսինքն ի սկզբանե այդ մտահոգությունը Իրանում եղել է։ Բայց ես նույնիսկ եմ ուզում կրկնել, ես երբևիցե չեմ լսել արգումենտ այդ մտահոգությունները ամրացնող կամ այդ մտահոգությունները ներկայացնող։ Այդ մտահոգությունները հիմնականում նրա մասին է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վստահում Միացյալ Նահանգներին։ Մենք նույնը լսում ենք Միացյալ Նահանգներից, որ Միացյալ Նահանգները չեն վստահում Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Դա իրանց հարաբերություններն են, մենք չենք մտնում իրանց հարաբերությունների դաշտ, բայց մենք երկու կողմերին էլ ներկայացնում ենք, որ մենք հարաբերություններ չենք կառուցում մեկ այլի հաշվին։ Հայաստանի համար կարևորագույն հարևան եւ գործընկեր է Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ կարևորագույն գործընկեր է Միացյալ Նահանգները։ Իրանք երկուսն էլ իրար չեն վստահում, երկուսի համար էլ դրանք հակառակորդ պետություններ են։ Մեր խնդիրը նա է, որ այդ հակառակորդությունը Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող մեկը մեկի դեմ որևէ բան իրականացնել։ Սա շատ հստակ է եւ ես կարծում եմ, որ մի անգամ չի, որ Հայաստանի իշխանությունները սա փորձել են հասցնել պաշտոնական Թեհրանին։
Շնորհակալ եմ Ես զրույցի եմ համար։ շնորհակալ։ Զրուցակիցը Սարեկ Քոչինյանն էր, կհանդիպենք։